Ինչ է ուրեմն անում Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի նախագահի պաշտոնակատարի, ապա նախագահի պաշտոնում հայտնվելուց հետո։ Լեռնային Ղարաբաղին զրկում է բանակցությունների մասնակցի կարգավիճակից, այսինքն Քոչարյանի Հայաստանի նախագահ դառնալուց հետո Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները բանակցություններին չէին մասնակցում, մինչդեռ դրանից առաջ մասնակցում էին լիարժեք։ Որ Ռոբերտ Քոչարյանի Հայաստանի նախագահ դառնալու պահին Լեռնային Ղարաբաղ բանակցությունների լիարժեք կողմ էր, ապացուցվում է նաև այն փաստով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման այսպես կոչված ընդհանուր պետություն փաթեթը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 1998 թվականի նոյեմբերին ներկայացրել են ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև Լեռնային Ղարաբաղին։ Այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի նախագահ էր արդեն 5 ամիս։ Բայց սա վերջին փաթեթն էր, որ համանախագահների կողմից ներկայացվեց նաև Լեռնային Ղարաբաղին։ Դրանից հետո այլևս Լեռնային Ղարաբաղին փաթեթ չի ներկայացվել, եւ Լեռնային Ղարաբաղը փաստացի նույնիսկ նորմալ տեղեկացված չի եղել, թե ինչի շուրջ են ընթանում բանակցությունները։ Ռոբերտ Քոչարյան վարչապետ է եւ վարչապետի պաշտոնում հայտնվել է, կապված չէ այս ամբողջը։ Կանդրադառնանք դրան։ Իսկ որ Լեռնային Ղարաբաղին բանակցային գործընթացին հեռացնելը տեղի ունեցել Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ վկայել են։ Առաջին ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահող Բեռնար Ֆասիեն, ով 2009 թվականի հոկտեմբերի 2-ին Ստեփանակերտ կատարած այցելության ժամանակ հայտարարել է, որ բանակցային գործընթացին մեջբերում եմ Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը ժամանակին դադարեցվել է հայկական կողմի որոշմամբ, մեջբերման ավարտ։ Երկրորդ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ով 2019 թվականի նոյեմբերի 11-ին Երևանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Բնացականյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել է, մեջբերում եմ։ Ավելի վաղ փուլում, երբ դադարեցրել էին ռազմական գործողությունները, Լեռնային Ղարաբաղը բանակցությունների մասնակից էր, սակայն ինչ-որ փուլում Հայաստանի նախկին նախագահներից մեկը որոշեց, որ Լեռնային Ղարաբաղի շահերը պետք է ներկայացնի Երևանը։ Մեջբերման ավարտ։ Երրորդ Լևոն Տեր-Պետրոսյանը 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարելով, մեջբերում եմ, Ռոբերտ Քոչարյանը Արկադի Ղուկասյանի լուռ համաձայնությամբ կամ լիակատար համաձայնությամբ Ղարաբաղը դուրս դրեց բանակցությունների գործընթացից եւ սկսեց պաշտոնապես խոսել Ղարաբաղի անունից։ Սրանից ավելի մեծ նվեր միջազգային հանրությանը եւ հատկապես Ադրբեջանին Ռոբերտ Քոչարյանը չէր կարող անել։ Հայ դիվանագիտության ամենամեծ նվաճումը Ռոբերտ Քոչարյանը եւ Արկադի Ղուկասյանը ոչնչացրին։ Մեջբերման ավարտ։ Չորրորդ ինքը Ռոբերտ Քոչարյանն է վկայել այդ մասին, ով 2004 թվականի ապրիլի 3-ին Գոլոս Արմենիի թերթին թերցողների հարցերին պատասխանելիս անդրադարձել է Ղարաբաղի բանակցային սեղանից դուրս մնալուն, ասելով հետևյալը, մեջբերում եմ. Տպավորություն էր ստեղծվել, որ Հայաստանը պատրաստ է կարգավորման ցանկացած ձևի, բայց խնդիրը Ղարաբաղն է, ավելի ճիշտ Ղարաբաղի ղեկավարությունը։ Հարց էր առաջանում, միթե Հայաստանն ի վիճակի չէ իրենից Ղարաբաղի ակնհայտ կախվածության պայմաններում ճնշում գործադրել եւ ստիպել համաձայնել այս կամ այն դիրքորոշման հետ։ Ես առաջարկել եմ փոխել այդ տեսակետը եւ փորձել Հայաստանի ռեսուրսն օգտագործել հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ սեփական դիրքորոշումը եւ մոտեցումները մշակելու համար։ Այսինքն ոչ թե մենք համաձայն ենք կարգավորման ցանկացած ձևի, որին կհամաձայնի Ղարաբաղը, այլ մենք ունենք սեփական դիրքորոշում եւ պատրաստ ենք այն պնդել։ Իմ ընտրվելուց հետո ես այդպես էլ արեցի։ Իր այս դիրքորոշմամբ ի դեպ Ռոբերտ Քոչարյանը Լեռնային Ղարաբաղի հիմնարար օրենսդրության կոպտագույն խախտում է արել այն պարզ պատճառով, որ 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով Ղարաբաղի ժողովուրդը այո է պատասխանել հետևյալ հարցին. Համաձայն եք դուք, որպեսզի հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի անկախ պետություն,
ինքնուրույն որոշելով համագործակցության ձևը ուրիշ պետությունների և ընկերակցությունների հետ։ Փաստորեն Ռոբերտ Քոչարյանը Լեռնային Ղարաբաղին զրկեց որևէ ինքնուրույնությունից և այդպիսով խախտեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքը։ Ավելին, նա Լեռնային Ղարաբաղին զրկեց միջազգայինորեն ճանաչված միակ կարգավիճակից, այն կարգավիճակից, որ նրան հնարավորություն էր տալիս միևնույն սեղանի շուրջ նստել Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Ադրբեջանի, Հայաստանի ներկայացուցիչների հետ, որպես հակամարտության ու բանակցային գործընթացի կողմ։ Սա ըստ էության Լեռնային Ղարաբաղի միջազգային սուբյեկտայնության վերջն էր։ Այն թերևս միակ միջազգային ձեռքբերումը, որ ունեցել են Ղարաբաղի հարցում, մսխվեց։